Կարևորելով գենդերային քաղաքականության ձևավորման ծրագրերի մշտադիտարկման անհրաժեշտությունը, երկխոսություն Արմստատի հետ մարտահրավերների հաղթահարում հնարավորությունների բացահայտում միջոցառումը համախմբել է պետական միջազգային կառույցների քաղաքասարակության ներկայացուցիչներին։ Գենդերային հիմնահարցերը այսօր աշխարհում ճանաչված կարևորագույն մարտահրավերներից մեկն են, եւ այս միջոցառումը շատ կարևոր է մեկ անգամ եւս նստել մի սեղանի շուրջ եւ բոլորս մեր դիտակետից ներկայացնել եւ այն ինչ որ կա եւ նաեւ կարիքները, մարտահրավերները եւ փորձենք համատեղ գտնել այդ լավագույն հավասարակշռությունը հօգուտ մեր երկրի։ Խնդրահարույց է, որ բարձրագույն կրթություն ստացած 25-ից 45 տարեկան կանանց մեծ մասը աշխատանքից դուրս է գալիս պայմանավորված ընտանեկան պարտականություններով։ Այս պահին օրինակ հետազոտություն է անցկացնում մեր կառույցը Արմստատի հետ համատեղ, որտեղ բացահայտվում են, թե որքան ժամանակ է կինը օգտագործում ոչ վճարվող, այսպես ասած, աշխատանքի վրա։ Եվ դա հնարավորություն կտա հասկանալ, թե որոնք են բացերը երկրում։ Բացերից մեկ օրինակ դա կարող է լինել խնամքը, երեխաների խնամքը, տարեցների խնամքը, որ ցավոք այս պահին միայն կանանց ուսերին է։ Նշում է, նման հետազոտությունները հնարավորություն են տալիս ավելի ներառական խորքային քաղաքականություն մշակել եւ վերհանել խնդիրները։ Առաջիկայում կներկայացվի նաեւ ժամանակի օգտագործման հետազոտությունը։ Նախնական տվյալով մեր տարածաշրջանում կանայք 4.5 անգամ ավելի շատ են ժամանակ ծախսում ոչ վճարվող աշխատանքի վրա, քան տղամարդիկ։ Գենդերային վիճակագրությունը հնարավորություն է ընձեռում արտացոլել կանանց եւ տղամարդկանց դերը տնտեսությունում եւ քաղաքականությունում, հնարավորություն է նաեւ ընձեռում խթանել հավասար իրավունքների մոտեցումը։ Կանցկացվեն նաև պանելային քննարկումներ համայնքների եւ քաղաքասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նարէ Ոսկանյան, Էդգար Դավթյան, լուրեր։